Ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը նոր ուսումնական դասընթաց, որի ընթացքում դուք կկարողանաք ավելին իմանալ դևերից ազատագրվելու և Հիսուս Քրիստոսում դեպի ազատություն ձեր ճանապարհն անցնելու մասին։ Չէ՞ որ շատ քրիստոնյաներ չունեն այն ամենը, ինչի համար Հիսուսը մահացավ։ Կարևոր է հասկանալ, որ մենք հոգևոր էակներ ենք, ովքեր ապրում են ֆիզիկական աշխարհում։ Մեր Աստված, ով մեզ ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ, ինչպես ասված է Աստվածաշնչում, հոգի է, և նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով ու ճշմարտությամբ։ Ֆիզիկական աշխարհը, որը մեզ շրջապատում է և որը տեսնում ենք մեր ֆիզիկական աչքերով, միայն արտացոլում է որոշ ախտանիշներ այն բանի, թե ինչ է կատարվում հոգևոր աշխարհում։ Օրինակ, մեր մտքերը, մեր սրտի վիճակը, մեր դրդապատճառները և այն, ինչ կատարվում է մեր հոգում, հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով։ Բայց այս ամենը լիովին իրական է։ Այնպես որ և հոգևոր աշխարհը լիովին իրական է։ Քանի որ ձեր մտքերը նույնպես լիովին իրական են, դրանք ոչ ոք չի տեսնում և չի կարող կարդալ։ Եվ աշխարհում չկա այդպիսի սարք կամ սարքավորում, որը կարողանա կարդալ ձեր մտքերը, բայց դրանք այնուամենայնիվ իրական են։ Եվ ուստի այն ամենը, ինչ մենք չենք տեսնում, լիովին իրական է, թեկուզ թաքնված հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում, որից ծագել է ֆիզիկական աշխարհը, որպես կանոն թաքնված են մեր բոլոր խնդիրների արմատները։ Օրինակ, թույլ տվեք թվարկել որոշ պահեր, որոնք հաճախ դառնում են մեր խնդիրների աղբյուրը ֆիզիկական աշխարհում, բայց արմատներով գնում են հոգևոր աշխարհ։